Բարև, բազուկը, ավելի շուտ բազուկի ճավը, հայկական խոհանոցում իր պատվավոր տեղ ունի։ Իդեպ ասեմ, բազուկի ճավը, այսինքն տերևները, ավելի շատ վիտամին է իր մեջ պարունակում, քան բազուկը, և շատ հաճախ է հանդիպում հին հայկական խոհանոցում։ Իդեպ ասեմ, բազուկի ճավին լավ են վերաբերվում նաև միջերկրական ծովի ափերին, և հենց այսօր նրանց խոհանոցից կառաջարկեմ մի կերակրատեսակ, որի անունն է շեպտիա։ Այն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է բազուկի ճավ, գլուխսող, սխտոր, մաղադանոց, ձու, սպիտակաձավար, սիսեր, նախապես խաշած, որտեղ այն ամենաերկարն է պատրաստվում, համեմունքներից չորացրած նանա, կարմիր կծու պղպեղ, քիմիոն, համեմի սերմ, աղ և բուսեյուղ։ Բազուկի ճավը ունի հատուկ մշակման ձև, քանի որ ցողունները կոպիտ է և մեզ հարկավոր չի այս կերակրատեսակի մեջ, ես ընդամենը 2 տարի վրա ցույց կտամ ինչպես է հարկավոր այն մշակել։ Բռնում ենք ցողունից և տեսեք այսպես հեռացնում նրան, մնում է ընդամենը տերևը։ Մնացած ինչպես ասացի ես արդեն մշակել է, մեզ մնում է բազուկի մշակված տերևները շերտատել։ Այսպես քիչ-քիչ վերցնում ենք, գործ ենք դնում նաև սիրելի ամանը։ Կտրատում ենք շերտատում։ Մոտ 1.5 սանտիմետր հաստության շերտերի։ Քանի որ բազուկի ճավը իր մեջ խոնավություն ունի, իսկ այդ խոնավությունը մեզ պետք չի, ավելորդ է, խանգարելու է կերակուրը պատրաստելու համար, հարկավոր է հյութազրկել այն, ինչպես աղ ենք անում, տրորում ենք և մի փոքր թողնում ենք, որպեսզի հյութը դուրս գցի։ Տրորում ենք, որպեսզի աղը իր մեջ առնի։ Ինչպես մենք գիտենք, աղը և շաքարավազը օգնում է բույսերին հյութը դուրս գցելուն։ Եվ ոչ միայն բույսերին։ Հիշում եք, ասենք, մենք նույն ձևի հյութը դուրս էին գցում կատնաշորին ավելացնում ենք մի փոքր շաքարավազ և այն սկսում է դուրս տալ հյութը։ Թող մնա, դուրս գցի հյութը, իսկ մենք շարունակենք։ Հարկավոր է մանր կտրատել սոխը։ Սոխը մանր ենք կտրատում։ Կարելի է արդեն քամել բազուկը, այսինքն բազուկի ճավը։ Տեսեք, թե ինչքան հյութ դուրս տվեց։
Սիրելի ամանը ազատագրենք հյութից։ Եվ բազուկի ճավը վերադարձնենք ետ։ Վերադարձ, արագ, այդպես։ Վերանդեսնում ենք վերացրած սոխան։ Վրան ճզմում ենք սխտոր։ Իսենք, որպեսզի հեշտ լինի։ Հանգիստ, ուր ես թռնում։ Կան սխտորներ, կան թռչող սխտորներ։ Սրանք հենց դրանք են։ Հիմնականում թռչող սխտորներ հանդիպում են աշնան կողմերը։ Որ հանդիպեք աշնանը թռչող սխտորների, իմացեք, որ դա հենց այդ սխտորներն են։ Մանր կտրատում ենք մաղադանոսը։ Ինչպես ասացի, սիսերը հարկավոր է նախապես թռչել, ասենք կարող է գիշերը թռչել, առավոտյան խաշել։ Վերցնում ենք արդեն խաշված փափուկ սիսարը։ Շատ երկար ժամանակ չծախսենք։ Կարելի է գործիքով փոքր տրորել, եթե մեծ է սիսարը։ Փոքր այսպես թուլացնում ենք։ Կարծում եմ բավական է։ Կարելի է մի քիչ ավելի շատ եփել իդեպ ասեմ սիսարը։ Պետք է լինի փխրում, իսկ սա փխրում չի։ Տեսեք, պնդոտ էր։ Ավելի շատ ժամանակ կորցրեցինք, քան հարկավոր էր։ Ճավը բացենք, այսպես, կծիկները բացենք ճավի, որից հետո կհամեմ ենք։ Համեմում ենք, հիշեցնեմ, 4 նանայով, այսպես վերցնում ենք բռի մեջ, տրորում ենք, ես աշխատման ցողունները չօգտագործել, չնայած նանայի ցողունները ավելի նուրբ են։ Հիմնակ, ահա, տեսեք, այս 4 ցողունը ամբողջ ճաշը փչացներ։ Այստեղ կծու կարմիր պղպեղն է, քիմիոնն է և համեմի սերմը։ Աղը զգուշ է պետք անել, որովհետև բազուկի ճավը արդեն արել ենք աղ։ Վերջում կփորձենք և եթե անհրաժեշտություն լինի, կավելացնենք նաև աղ։ Սրան ավելացնում ենք 2 ձու։ Չեն ուզում բացվեն կծիկները ճավի։ Լավ է սեղմել։ Այս լավ սեղմել է, որովհետև հյութը դուր է։ Երրորդ ձուն կսպասի։ Տեսնենք, եթե քիչ է խոնավությունը, կավելացնենք նաև երրորդ ձուն։
կարծում եմ խոնավությունը քիչ է։ Կավելացնենք մի ձվի սպիտակուցը։ Կաստոյին 2 ամբողջական ձու և մի ձվի սպիտակուցը։ Եվ հասավ պահը սպիտակաձավարի։ Սա է լցնում ենք և լավ հումցում։ Եվ ժամանակ է պետք, որպեսզի հասունանա սպիտակաձավարը։ Այսինքն իր մեջ առնի ողջ խոնավությունը։ Եվ ինչու՞ չէ նաև կպցնի զանգվածը, կպցնում, այսինքն սոսին ձիդերում է սպիտակաձավարը, ձուն և սպիտակաձավարը։ Հանգստացիր։ Ինչ այդ կարել է հավաքել սեղանը։ Գործ ենք դնում սոտեյնիկը, մոտ 1,5 սանտիմետր բարձրության, լցնում ենք բուսայով, ուժեղ կրակով կհասնենք գերմանաստիճանի բուսայողը, որից հետո կիչեցնենք կրակը և կսկսենք տապակել։ Տապակել ինչը, հարց է ծագում, ինչ է տապակել։ Գնդերը, որը հիմա կձևավորենք։ Նախապատրաստենք ափսե անձեռոցիկով, որպեսզի ավելորդ յուղը ներծծի։ Իդեպ ասեմ, այս զանգվածը տապակվելիս իր մեջ շատ քիչ յուղ է քաշում, շատ զարմանալու զանգված է։ Տապակում ես և զարմանաս, թե ինչպես։ Ձևավորեցինք գունդը, կրակը արդեն կարելի է իջեցնել և զգուշորեն, որպեսզի ձեթը չթռնի, կարելի է անգամ հատուկ գործիքի օգնությամբ սուզում ենք բուսայովի մեջ։ Շատ չենք լցնում գնդիկները, որպեսզի տեղ ունենան պտտվելու նրանք, որպեսզի բոլոր կողմերից տապակվեն։ Տեսեք ինչ գեղեցիկ կարմրաթուր գնդիկներ են ստացվում։ Դե բացեմ շատ համեղ եմ։ Սա առաջին անգամ չի որ պատրաստում եմ։ Սա արդեն փորձել էի։ Հանգիստ, հանգիստ։ Եվ կարելի է արդեն նախապատրաստել մատուցվող ափսեն։ Վաղուց կարմիր ափսերով ոչինչ չենք մատուցել։ Առաջարկում սա ծածկենք, որպեսզի սառի։ Կարմրաթուր գնդիկները սկսեցին ցատկել դուրս սոտեյնիկից։ Կարծում եմ բավական է։ Սա հիմա կծածկենք, որպեսզի տաք մնա
Եվ հատուկ դրանց համար կպատրաստենք սոուս, որի համար մեզ անհրաժեշտ է թահին, քամած մածուն, կիտրոն, մաղադանոս, համեմ, աղացած սև պղպեղ, աղ և սխտոր։ Իդեպ ասեմ, եթե քամած մածունը թթու է, ապա կիտրոն չենք օգտագործելու։ Վերցրեք քամած մածունը, որ թթված չլինի։ Սկսենք պատրաստել սոուսը։ Հարմար աման։ Լցնում ենք թահինը։ Այն կբացենք մի փոքր ջրով։ Սառը ջրով։ Գթալով անենք, հետո կկանչենք օգնության հարիչին։ Որտեղ ես դու, հարիչ, ահա և հարիչ։ Հարցու ինչ է, հարիչը։ Ինչը, հարիչը։ Եվ լավ, բացում ենք ջրով թահինը։ Լավ ձուլելուց հետո ավելացնում ենք քամած մածունը։ Եվ փորձում ենք սա էլ լուծել թահինի մեջ։ Այստեղ հարկավոր է հասկանալ ինչ թթվաշության հետ գործ ունենք։ Ընդհանրապես թթու չի։ Ավելացնում ենք կիտրոնի հյութը։ Հերթը հասավ կանաչիներին։ Ընդհանրապես հիշեցնեմ, որ կանաչիները դա համեմը և մաղադանոսն են։ Օգտագործենք տերևային մասերը։ Ցողունները կարելի է պահել ապուրների համար։ Այս նուրբ մասերից կկտրատենք, հարկավոր շատ մանր կտրատել, ցողունը պահեցինք։ Մի կողմ, մի խանգարի։ Հերթը հասավ սխտորին, սխտորը ճզմենք։ Այնուհետև համեմում ենք աղացած սև պղպեղով։ Եթե լիներ սպիտակ, սպիտակով կանենք։
Եվ աղ։ Եվս մեկ անգամ փորձենք։ Իսկն է։ Շեպտյան հիմա մտածում եմ, իսկ ուր է իմ սոուսը։ Ահա նա, լսում ես քո հետ։ Դե ինչ, սկսենք ձևավորել մատուցող ափսեն։ Դնում ենք շեպտյանները։ Եվ վրան լցնում սոուսը։ Իսկ այն մեկը, որը չռած աչքերով նայեմ ինձ վրա, ես նրան կուտեմ։ Շատ համեղ է, ուղղակի ընտիր, պատրաստեք և ըմբոշխնեք։ Շեպտիա, բազուկի ճավ, 2 կապ, մաղադանոս, փոքր փունջ, սպիտակաձավար, ռուսերեն մաննայա կրուպա, 100 գրամ, ձու 3 հատ, սոխ, 1-2 գլուխ, սխտոր, 1-2 պճեղ, կարմիր կծու պղպեղ, բավական շատ մոտ 1 ճաշի գթալ, համեմի սերմ, 1 ճաշի գթալ, քիմիոն 1 թեյի գթալ, չոր նանա, կարելի է թարմնել վերցնել, չորը 1 ճաշի գթալ, եփած սիսեր 1 բաժակ, բուսայուղ և աղ։ Պատրաստման եղանակը։ Բազուկի ճավի տերևները ցողուններից առանձնացնել, տերևները 1-1.5 սանտիմետր լայնության ժապավենների կտրտել, լցնել թասի մեջ, 1 թեյի գթալի չափ աղ անել, լավ տրորել, որպեսզի հյութ գոյանա։ Սոխը մանր կտրտել, լցնել լավ մզած ճավի վրա, ավելացնել ճզմած սխտորը, մանր կտրտած մաղադանոսը, նախապես խաշած և թեթևակի տրորած սիսերը, այս ամենը համեմել նանայով, կարմիր կծու պղպեղով, քիմիոնով, համեմի սերմով։ Զանգվածի վրա 2 ձու ջարդել, ավելացնել 1 ձվի սպիտակուցնել, սպիտակաձավարը և լավ հունցել։ Թողնել զանգվածը հանգստանա, պետք է սպիտակաձավարը հասցնի, իր մեջ կլանել հյութը։ Սոտեյնիկի մեջ 1.5 սանտիմետր բարձրությամբ բուսայուղ լցնել, տաքացնել։ Խճողակից գնդիկներ ձևավորել, դրանք տապակել բոլոր կողմերից, շեպտիաները տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա, որից հետո մատուցել։ Թահինով և քամած մածնով սոուս։ Թահին 3 ճաշի գթալ, քամած մածուն 150 գրամ, համեմ, մաղադանոս, միասին բավական մեծ փունջ, սխտոր 1 պճեղ, կիտրոնի հյութ, մոտավորապես 2 ճաշի գթալ, աղ, սև պղպեղ։ Պատրաստման եղանակը։ Թահինի վրա մոտավորապես կես բաժակ ջուր լցնել, լավ հարել, ապա ավելացնել քամած մածունը, կիտրոնի հյութը, խառնել։ Կանաչիները մանր կտրտել, լցնել այս զանգվածի վրա, համեմել աղ ու սև պղպեղով, ճզմած սխտորով։ Այսօր այսքանը եւ հատուկ նրանց համար, ովքեր սիրում են զուգահեռ մեզ հետ պատրաստել, ասեմ, հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք նեխուր, կարտոֆիլ, ձու, կաթ, ալյուր, կիտրոն, կարագ, սպիտակ հացի շերտեր եւ իհարկե բարձր, շատ բարձր տրամադրություն։ Իսկ մենք կհանդիպենք երբ կհանդիպենք։